Հակոբ, աչքերդ բացի։ Աչքերդ բացի։ Ինձ օգնություն է պետք։ Կարող եք շտապօգնություն կանչել, արագ։ 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Սրտի կանգ է այստեղ, եթե կարող եք, ուզում եք դեֆիբրիլյատորը միացնեք, թե ինձ օգնեք CPR անելու։ Okay, CPR։ Հավ, երբ որ պատրաստ եք։ 3, 2, 1։ Այստեղ եք, հա։ Adult patient. If the patient is a child, press pads firmly on skin. Do not touch the Բոլորը հեռու, patient բոլորը հեռու, rhythm. դտվածն է հեռու։ Շոկ եմ հաղորդում, վեր սկսեք։ Shock delivered. Begin CPR. Ten. Եթե հոգնեկից ասես, ես 20. 30. Give 2 breaths. Stop CPR. բոլորը հեռու կանգնեք, Touch the մի patient. կպեք հիվանդին։ Շոկ չի խոր տալիս, պետք պուլսը ստուգենք։ Ես պուլս եմ զգում։ Շատ լավ աշխատանք։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, իմ անունը Մարիաննա է, ես Բրիտանիայում թագավորական կոլեջի հիվանդանոցների աշխատող եմ, այդպես կրիտիկական բժշկության եւ առաջին արձագանքման մասնագետ եւ նաեւ որպես հրահանգիչ եմ աշխատում եւ այստեղ ձեզ կներկայացնեմ շատ կարեւոր մի թեմա, թե ինչպես պետք է վերականգնել աշխատանքը սրտի, եթե իր մոտ լինի սրտի կանգ։ Եթե մարդու մոտ լինում է սրտի կանգ, նրա մոտ շատ քիչ է հնարավորությունը փրկվելու եւ դրա համար մեր շատ արագ արձագանքումը կարեւորագույններից է։ Եթե մենք կարողանանք սկսենք սրտի այդ մերսումները ՍԹՎ, ինչպես ասում ենք, առաջին 3 րոպեվա ընթացքում անմիջապես կանգից հետո, մենք կարող ենք մինչեւ 45% բարձրացնենք այդ մարդու փրկելիության ձեր հնարավորությունը, շանսը։ Նույնիսկ դեֆիբրիլյատորի օգտագործումը նույնպես շատ կարևոր է, որովհետև եթե վերադառնանք տվյալների, նույնպես կարող ենք ասել, որ առաջին 3-5 րոպեվա ընթացքում օգտագործելով դեֆիբրիլյատորը եւ եթե հասկանանք, որ դա մի ռիթմ է, որի դեպքում պետք է շոկահարել, մենք պետք է դա անենք հնարավորին չափով արագ եւ մենք գիտենք, որ դա հենց կարող է այդ շոկահարվող ռիթմը վերականգնի։ Առաջի հերթին, եթե մենք ունենք ընկած մարդ, մենք պետք է հասկանանք այդ մարդու գիտակից է թե ոչ։ Ամենալավ ձևը դրա համար մարդու հետ խոսելն է։ Եթե գիտեք նրա անունը, կարող եք իր անունով դիմել, եթե ոչ, ուղղակի ասենք իրեն բացեք աչքերը։ Այս դեպքում ես ճանաչում եմ այս մարդուն, իր անունը Հակոբ էր, եւ իրեն ասեցի Հակոբ, աչքերդ բացի։ Եթե նա ինձ չի արձագանքում, ես կարող եմ փորձել այլ մի տարբերակ, հաղորդել ցավային այդպես ստիմուլ, հա։ Դրա համար մենք երկու կողմից սեղմում ենք եւ ցավային ստիմուլյացիա ենք անում։ Եթե ոչ մի արձագանք չկա, ապա ես կարող եմ հաստատել, որ այս մարդը անգիտակից է։ Եվ այս պահից ես ունեմ շատ կարճ ժամանակ, ընդամենը 10 վայրկյան, որպեսզի ես հաստատեմ այս հիվանդի մոտ կա սրտի կանգ թե ոչ։ Անպայման պետք է բացել շնչուղները, որովհետև անգիտակից մարդը ունի նա սրտի կանգ թե ոչ, իր շնչուղները կարող են փակված լինել եւ դա իհարկե թույլ չի տա իրեն շնչել։ Դրա համար ես կբացեմ այդ մարդու շնչուղները, կատարելով ապախոնարում, այսինքն կզակի բարձրացման եւ գլխի հետ բերման ըմտիսնով, բռնելով ճակատից եւ կզակից կբարձրացնեմ եւ ապախոնարում կանեմ եւ այս դիրքում պահելով, անընդհատ պահելով կզակը վերև, ես կմոտենամ հիվանդի կրծքավանդակին, կարող է նրա հագուստը բացել, որովհետեւ ավելի լավ կլինի ձեր տեսադաշտը եւ պահելով կզակը վեր, եթե դուք բուժաշխատող եք եւ կարող եք ստուգել պուլսը, ապա կարող եք ձեր ձեռքը մատերը դնել
քնային զարկերակի վրա եւ ստուգել կա պուլս թե ոչ, բայց այդ ամենի համար մենք ունենք ընդհանրապես 10 վայրկյան։ Այս գործողությունը անելով ես մոտենում եմ հիվանդին եւ փորձում եմ լսել, կարող եմ ես լսել շնչառություն կամ զգալ որևէ ջերմություն իմ պես մաշկին, միաժամանակ նայելով հիվանդի կրծքավանդակին կամ մարդու հիվանդի կրծքավանդակին, որպեսզի հասկանամ որևէ շնչառության շարժում, շնչառական ակտ կա թե ոչ։ Եվ միաժամանակ իհարկե ստուգում եմ պուլսը։ Ուրեմն բերեցինք վերև մատները պուլսի վրա եւ այս դիրքով ես հաշվում եմ 1 2 3 4 5 6 7 8 9 10 ես ոչ մի շնչառական ակտ չտեսա, ոչ մի շարժում կրծքավանդակում, ոչ մի ձայն եւ ոչ մի այլ կյանքի նշաններ, պուլսի բացակայություն, պետք է անմիջապես սկսենք սրտի մերսումները։ Միաժամանակ իհարկե, քանի որ մենք կանչել ենք օգնություն, ես կարող եմ իմ օգնողին խնդրել զանգել շտապ օգնություն, իսկ եթե մենք հիվանդանոցում եմ, իհարկե կարող եք կանչել ձեր ռեանիմատոլոգներին, կարդիոլոգներին եւ համապատասխան թիմին։ Ձեռքերը պետք է դնել կրծքավանդակի կենտրոնում եւ եթե այդպես մենք վիզուալ այդպես նայենք, կրծքավանդակին, կենտրոնը մոտ այս հատվածում է գտնվում։ Ձեռքը ասելով մենք տեղադրում ենք ափի հիմքը եւ ափի հիմը դնելով այստեղ, մյուս ձեռքով անպայման վերևից պահում ենք։ Այս դիրքով պահելով մենք պետք է հաստատենք, որ մենք գտնվում ենք ինքներս ճիշտ դիրքում 98 աստիճանով դեպի հիվանդ եւ որպեսզի մեր արմունկները միշտ լինեն ուղիղ եւ մենք լինենք ուժածի անմիջապես վերևում։ Սեղմումները կատարում ենք բավականին պես խորությամբ, պետք է ձգտենք 5-6 սանտիմետր խորությամբ կատարել ամեն մի ոնց մերսումը եւ շատ կարեւոր է ամեն անգամ սեղմելուց, որ մեր ձեռքը լիովին բարձրանան, կրծքավանդակը բարձրանա մինչեւ վերջ։ Մենք պետք է ձգտենք 100-ից 120 պես սեղմում լինի 1 րոպեում, մի քիչ դժվար է կարող է հաշվել, բայց եթե մենք հաշվենք 1 վայրկյանում 2 սեղմում, դա մի քիչ ավելի հեշտ է եւ եթե կատարենք 1 2 1 2 1 2 եւ շարունակական այս հաճախականությունը պահպանենք, դա նորից շատ կարեւոր է, որովհետեւ մենք կարողանանք հասնել մինիմում 100-ից մինչեւ 120 սեղմում 1 րոպեում։ Եթե մենք մենակ ենք եւ սպասում ենք օգնությանը, մենք չենք դադարեցնում սեղմումները, այդ կփորձում ենք անընդհատ այդպես սեթևը շարունակել, դա շատ կարևոր է դառնալի շարունակական, կարևոր է մենք չկանգնենք եւ այդպես ինչ որ դադարներ երկար չտանք, եւ եթե դուք հոգնում եք, անպայման նույնիսկ եթե ուրիշ այլ սարքավորումներ եւ այլ բան չունեք, ձեր ձեռքի տակ գոնե կարողանաք ինչ որ մեկ ուրիշը ձեր կողքը լինի, որպեսզի իրար փոխարինեք, որ այս սեղմումները հնարավորին չափով շարունակական լինեն եւ չդադարեն։ Եթե դուք չունեք որևէ այլ սարքավորումներ, մասկա եւ դիմակ կամ այլ սարքավորում ձեր ձեռքի տակ, այս վերջին եւ շատ արդեն երկար տարիներ, 8 տարիների ուղղություններով մենք բերան փչումներ չենք անում, որովհետեւ դրանց այդպես կարեւորությունը եւ դրանց էֆեկտիվությունը ավելի քիչ է, քան ոնց որ ավելի բարդությունները, երբ որ մենք ժամանակ ենք ծախսում ոչ էֆեկտիվ ներփչում կատարելով եւ շատ երկար ժամով դադարեցնում ենք մեր սեղմումները։ Դրա համար այս մի ոնց որ ամբողջությունը դուրս է եկել ալգորիթմներից շատ երկար տարիներ արդեն եւ մենք այդպես մեր ամբողջ ուշադրությունը ոնց որ դնում ենք հենց սեղմումների վրա, շարունակական եւ էֆեկտիվ եւ ճիշտ։ Այն պահին, երբ որ դուք ունեցաք դեֆիբրիլյատոր եւ ամբու պարկը, դիմակը, եթե մենք կարողանանք դեֆիբրիլյատորը շատ արագ միացնել եւ հաստատել, որ դա մեր մոտ կա շոկային ռիթմ, սա է, որ կարող է այդ մարդուն ծրփրկի եւ շոկային ռիթմը վերածել նորմալ սինուսային կամ այլ որևէ ռիթմի, որը համատեղել է կյանքի հետ։ Սա սարքված է ոչ միայն բուժաշխատողների, բայց ավելի շատ ազարակ մարդկանց համար, ովքեր բուժության հետ ոչ մի գործունեություն չունեն եւ իրեն կարող են օգտագործել։ Միացնելով այս այդտեղի ձայնը դեֆիբրիլյատորից ձեզ հուշում է, թե ինչ պետք է անել, բոլոր քայլերը։ Այսինքն, եթե ես միացնեմ, նա կասի վեր հանեք շորերը, կպցրեք այս հատերը, էլեկտրոդները, բոլորին պես հուշում է հեռու կանգնել եւ երբ պատրաստ է, ինքը լիցքավորում է դեֆիբրիլյատորը եւ ձեզ հուշում է, թե երբ պետք է կոճակը սեղմել եւ շոկը հաղորդել։ Որտեղ են դնում
Այս էլեկտրոդները կամ փադերը, այսպես ասում ենք, այստեղ նկարի վրա նշված է, այսինքն եթե նույնիսկ մենք չենք հիշում, մենք կարող ենք այս նկարներով ոնց որ շատ հեշտ հասկանալ, որտեղ ենք տեղադրում։ Մեկը ուրեմն դրվում է աչակողմյան կամանդակի վրա, տեղավորվում է անմիջապես անրակից ոնց որ տակ, սա այսպես կանեմ, անմիջապես անրակի տակ, եւ մյուսը տեղադրվում է որպես միջանոթային, որպես հատվածում, հա, ձախ կողմից։ Միացնելով մենք հետևում ենք կա ուրեմն եթե երեխային սկսենք, եթե ոչ ասում է no touch, այսինքն մենք չենք կպնում, բոլորն ասում ենք հեռու եւ կատարվում է անալիզ ռիթմի Do not touch the patient. Everyone clear. Բոլորին հուշում ենք, որ հեռու կանգնեն եւ դա կատարում ենք բարձր, որ բոլորը լսեն։ Եվ երբ որ ինի պատրաստ է եւ ունենք այս լուսավորվող այդպես կոճակ, մենք նորից բոլորին հուշում ենք, որ հեռու կանգնեն եւ թթվածն է հեռու կանգնեն, կպահեն եւ սեղմում ենք կոճակը։ Shot delivered. Կոճակը սեղմելուց անմիջապես հետո մենք պետք է վերսկսենք սեթևել, վերսկսենք մերսումները, առանց կանգնելու, առանց ստուգելու, թե ինչ է մեր ռիթմը փոխվել է, թե ոչ։ Միակ ժամանակի մենք չենք վերսկսի, եթե այս մարդը սկսի շարժվել, բաճկերը բացի եւ շատ հստակ կյանքի ոնց որ նշաններ ցույց տա։ Հակառակ դեպքում մենք անմիջապես վերսկսում ենք սեթևել։ Քանի որ իհարկե նա մեզ ասում է ինչ անել, դրա հետ միասին հենց սարքը ինքը լիցքավորում է, այսինքն մենք չպետք է լիցքավորել եւ մենք պետք չէ, եթե դուք բուժաշխատող չեք, ձեզ հարկավոր չէ դուք ռիթմերը ճանաչեք իմանաք, այսինքն դա հանում է այդ ստրեսային ոնց որ այդ մասը պահը, երբ որ այդպես վախը, որ կարող եք ինչ-որ մի սխալ անել, այսինքն եթե դուք բուժաշխատող չեք, դուք միաժամանակ նույնպես կարող եք օգտագործել եւ եթե սա պետք չի շոկավորել, նա ձեզ խորհուրդ չի տա, կասի ոչ մի շոկ հարկավոր չէ։ Որոշ դեպքերում այդ pacemaker-ները ասես տեղադրում են ոչ թե ձախակողմյա, այլ աջակողմյա, շատ հազվադեպ, որևէ ինչ որ մի պատճառով չէ կարող իր ստանդարտ որպես դիրքը տեղադրել, կարող եք տեղադրել թե լատերալ երկու կողմից, թե որպես anterior posterior, այսինքն առաջնային հետին ոնց դիրքով։ Մեծ հասակների մոտ տեղադրվում է կրծոսկրից անմիջապես ձախ առաջնայինը եւ ողնաշարից անմիջապես ձախ, ոնց որ առաջնայինի դիմաց, պես հետին էլեկտրոդը։ Պետք է մարմինը հնարավորին չափով չոր լինի, այսինքն եթե շատ պես թաց, պես հեղուկ կա հիվանդի կրծքաբանակին, իհարկե մենք պետք է դա սրբենք սկզբից, որպեսզի էլեկտրոդները լավ կպչեն, եւ եթե հիվանդը շատ օրինակ մազածած գույտը շատ մեծ է եւ պես դուք գիտեք, որ դրա պատճառով կպչունությունը այդքան լավ չէ, մենք կարող ենք տեղադրել, ինչպես ես արդեն ասացի, ամենահեշտ եւ արագ ձևը տեղադրել երկու լատերալ դիրքով։ Ուրեմն, եթե այս պահին ձեզ մոտեցավ երրորդ մարդը կամ արդեն շոկահարեցիք եւ կարող եք այլ գործողություններ կատարել, կարող ենք վերցնել ամբու պարկը, որը իրենից ներկայացնում է այդպես ամբու եւ այդպես իրավունս պարկով եւ դիմակով։ Դիմակի ճիշտ ոնց որ չափսը եւ տեղադրումը շատ կարեւոր է։ Ինչպես ենք տեղադրում դիմակը ունենք ավելի այդպես սուր ավելի նեղ հատված, որը դնում ենք, տեղադրում ենք քթի այդպես այդպես կամուրջի վրա եւ ունենք ավելի լայն կլոր այդպես մասը, որը տեղադրվում է կզակի եւ ստորին շրթունքի միջև եւ այս մեր հիվանդի մոտ, եթե այսպես տեղադրեմ, կարելի ասել, սա շատ ճիշտ այդպես չափսն է հիվանդի համար։ Այս պարկով կարող ենք ուղղակի այդպես օդապողություն եւ ներբջումներ կատարել, բայց եթե ունեք թթվածնի ինչ-որ մուտք, ապա կարելի է միացնել թթվածնին մինչեւ 15 լիտր պես բարձր հոսքով թթվածնին։ Ուրեմն այս հնարքը կամ այս հմտությունը կարելի է կատարել ինչպես 1 հոգով, այդպես էլ 2 հոգով, բայց մենք խրախուսում ենք բոլորին, եթե հնարավոր է, կատարել 2 հոգով, որովհետև դա ավելի էֆեկտիվ է, այսինքն մենք ավելի քիչ ունենք օդի կորուստ, թթվածնի կորուստ։ Դրա համար, եթե օգտագործվում է 1 հոգով, դուք պահում եք այս դիմակը 2 մատերով այսպես C, անգլիականը պես C, հա, տարի պես
պլաստիկ այդ հատվածի, ավելի կոշտ հատվածի վրայից եւ այլ մյուս մատերով, պես նորից անգլիական պես even որպես տար, պահում ենք կզակը եւ այս դիրքով կանգնելով հիվանդի գլխավերևը, այսպես պինդ պահելով եւ կզակը վեր դեպի դիմակ բերելով մենք ապահովում ենք հերմետիկությունը եւ սեղմում ենք եւ նայում ենք կրծքավանակի, ունենք կրծքավանակի բարձրացում թե ոչ։ Բայց դրա հետ միասին, ինչպես դուք վիդեոյի ժամանակ տեսաք, մենք մեր ոնց որ աշխատողները կատարում են 2 հոգով, այսինքն 1 հոգին անընդհատ եւ անմեջ պահում էր այս հերմետիկությունը 2 ձեռքով, նույն դիրքով 2 ոնց որ C եւ 2 E ոնց որ տարերի միջոցով եւ անընդհատ բացած պահելով շնչուղիները վերև ոնց որ կզակը վեր բարձրացնելով ծոր անընդհատ պատրաստ էր եւ պահում էր այս դիրքով դիմակը եւ մեր մոտ սեղմումները, մերսումները կատարողը հաշվում էր եւ կանգնելուց հետո սեղմում էր բարկը 2 անգամ։ Այսինքն հենց մենք ունեցանք երրորդ մարդ կամ ազատ մի մարդ դիմակով, մենք սկսում ենք այդ անընդմեջ եւ շարունակական սեթևեն անցնում է 32 այսպես հաշվարկով։ Այսինքն կատարում է 30 մերսում, սեթևը անողը կանգնում է 2 անգամ սեղմում է եւ շարունակում է 30 սեղմում եւ այդպես մինչեւ այդ մեր ամեն ցիկլը ոնց որ անցնի։ Ամբուպարկի մասին շատ կարեւոր է ասել, որ մենք սեղմում ենք ընդամենը 1/3 այս պարկի, դրա համար օգտագործել 1 ձեռքը երևի շատ ավելի հեշտ է, այսինքն ավելի քիչ հնարավորություն է, որ մենք պետքականից շատ կսեղմենք։ Ինչու համար է դա կարեւոր։ Այս պարկերի այդպես տարողությունը ծավալը մոտ 1.4-1.5 լիտր է։ Եվ դա իհարկե մոտավորապես 2.5-3 անգամ ավելի շատ է, քան մեր թոքերի ծավալը։ Դրա համար մենք չենք ուզում ավելի շատ օդ ներմուծենք անընդհատ, բարոտրավմա, հա, այդպես ստեղծելով մեր հիվանդի այդպես թոքերին, բացի դրանից, եթե ունենք շատ ավել ծավալով օդ, որը չի կարող հանձնել դեպի թոք, իհարկե ինչ-որ մի մասը դուրս կգա կամ կգնա դեպի մեր գերակտափող։ Այսինքն մենք շատ ավելի մեծ խնդրեմ կարող ենք ստեղծել դրանով, ավելի շատ օդ ոնց որ ներմուծելով, որովհետև իհարկե շատ օդ մտնելով ստամոքս կառաջեցնի որպես փսխում, ասպիրացիա եւ շատ ավելի խնդիրներ արդեն այս վիճակով գտնվող մարդու համար։ Դրա համար մենք փորձում ենք փչացնենք որևէ այդպես ավեբարդությունները եւ անենք այն մինիմալը, ինչ որ ոնց որ կօգնի այս հիվանդին։ Այսինքն եթե մենք սեղմենք մի ձեռքով մոտ 1/3, մենք կհաղորդենք մոտ 400-ի մոտ որպես միլիլիտր, հա, ասենք օդ դդվածնով եւ դա կլինի բավարար, որպեսզի օդափոխությունը ճիշտ կատարվի։ Ինչպես ասացի, մեր ընդմիջումները ՍԹՎ-ի մերսումների պետք է լինեն մինիմալ եւ կարճատև։ Ցիկլը տևում է 2 րոպե եւ ամեն 2 րոպե մեկ մենք պետք է կանգնենք եւ ստուգենք ռիթմը։ Հասկանալու համար մենք ունենք որևէ ռիթմի փոփոխություն, պետք է նորից կատարենք դեֆիբրիլյացիա, պետք է վերսկսենք ՍԹՎ, թե ունենք մեր պուլսի վերադարձ։ 2 րոպեից ավելի պակաս անելը էֆեկտիվ չէ, ինչու համար, որովհետեւ մենք այդ 2 րոպեվա ընթացքում կարողանում ենք անմիջապես այդպես վերսկսելով մենք միանգամից չենք ապահովում ճիշտ արտամղումը, այսինքն մեզ պետք է որոշակի ժամանակ, որպեսզի այդ արտամղումը դառնա էֆեկտիվ, այսինքն եթե մենք 2 րոպեն շարունակական չանենք ՍԹՎ-ն, մենք երբեք չենք հասնի էֆեկտիվ արտամղման, այսինքն մենք անդադ կընդհատենք հենց այն պահին, երբ որ նոր սկսվում է այդպես ճիշտ արտամղումը եւ սնուցումը մեր գլխուղեղի, այսինքն մենք ճիշտ սնուցում գլխուղեղի թե սարտամականի չենք կատարի, դրա համար մենք պետք է շարունակենք 2 րոպե, որպեսզի հաստատ լինենք, որ որևէ ժամանակ այդ ճիշտ արտամղում եղել է արյան եւ բայց 2 րոպե մեկ կանգնենք, որպեսզի տեսնենք, եթե կա փոփոխություն, ունենք օրինակ ունեինք ասիստոլիա, ինչ որ մի ռիթմ, որի ժամանակ շոկահարումը ցուցված չէ եւ նա փոխվել է օրինակ այլ ռիթմի, որի ժամանակ ցուցված շոկահարումը, այսինքն մենք պետք է շատ արագ այդ շոկը հաղորդենք այդ բանին եւ շարունակենք մեր գործողությունները։ Հետևեք մեր այլ տեսանյութերին, այլ հմտությունները սովորելու համար։ Շնորհակալություն։